Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է, որ Հայաստանը միանա այն ծրագրին, որը ներառում է Եվրոպայի հետ կապող այսպիսի հոսանքային մալուխ, որը պետք է կապի արևմուտքը եւ արևելքը, միևնույն ժամանակ Եվրոմիությունը, եւ ըստ Թուրքիայի այդ ծրագրում մասնակցում է արդեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան եւ Բուլղարիայի միջոցով Եվրոպական միությունը։ Հետաքրքիր է, որ իրականում գոյություն ունի ուրիշ ծրագիր, եւ դա Սև ծովի Սուզանավային մալուխն է, որը ծովի տակ պետք է անցնի եւ որը Եվրոպական միության պաշտոնական ծրագիր է եւ իրականում ներառում է ուրեմն Ադրբեջանը, Վրաստանը, Վրաստանից հետո Սև ծովով անցնում է մինչև Ռումինիա եւ Ռումինիայից Հունգարիա։ Այսինքն այս ծրագիրը պաշտոնական է, բայց ինչ ծրագրի մասին է խոսում ուրեմն Թուրքիայի էներգետիկայի նախարարը, դա շատ կարևոր է, որովհետև այդպիսի պաշտոնական ծրագիր չկա, բայց սա փաստացի Թուրքիայի ցանկությունն է եւ դե ֆակտո իրավիճակ, այսինքն գետնի վրա իրոք կա այսպիսի համագործակցություն, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հոսանքային համակարգները կապված են, Թուրքիայի եւ Բուլղարիային այդ թվում, եւ այս պետությունների միջև հնարավորություն կա, որ ապահովի այդպիսի կապը։ Բայց Եվրոպական միությունը իր հերթին կազմակերպում է այդ կարևոր, ինչպես ասացի, Սև ծովի մալուխ ծրագիրը, որը պետք է ներառի Ադրբեջանից, ուրեմն մաքուր էներգետիկա արտադրելու հետևանքով, ուրեմն այս էներգետիկայի արտահանում դեպի Եվրոպական միություն եւ մոտավորապես ծովի տակ 1100 կիլոմետրանոց է մալուխը լինելու եւ Ռումինիա պետք է հասնի միանգամից Եվրոպական միություն, Ռումինիան կարևորագույն պետություն է, բայց այս դրությամբ չկա այդպիսի ուղիղ մալուխ եւ կապը տեղի է ունենում Թուրքիայի տարածքով։ Եվ Եվրոպական միության ցանկությունն է այդպիսի մալուխ ձևավորելու նպատակն է, որ նվազեցնի Թուրքիայից կախվածությունը, նվազեցնի քաղաքական նաեւ ռիսկերը եւ ձևավորի այդպիսի ռազմավարական միջանցք հոսանքի մատակարարման։ Սա Եվրոպական միության էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչներից է եւ իհարկե սա աճեցնում է Վրաստանի դերը այն իրավիճակում, երբ Վրաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները համապատասխանում են իրար։ Եվ սա այս ծրագիրը նախատեսվել է այն ժամանակ, եւ Վրաստանը Եվրոպական միության անդամակցության տեխնացուի կարգավիճակ ստացավ եւ Եվրոպական միության հետ Վրաստանի հարաբերությունները շատ սերտ եւ ակտիվ էին։ Հաշվի առնելով վերջի ժամանակահատվածում, հատկապես 2024 թվականի նոյեմբերի 28-ից, երբ վարչապետ Կոբախիձեի որոշումով միանձնյա կանգ առավ ամբողջությամբ եվրոինտեգրման գործընթացը եւ Վրաստանը հրաժարվեց եվրոպական ինտեգրացումից, այդ թվում փաստացի Եվրոպական միությունում անդամակցության ցանկությունից, ապա դրանից հետո հարաբերությունները շատ են սրվել, ցույցերը Վրաստանում շարունակվում են, շատ ակտիվ, իրավիճակը շարունակում է ծանրանալ եւ շատ ծանր է անկեղծ ասած, հաշվի առնելով դա Եվրոպական միությունը այս փուլում հասկանալի չէ իրականում ինչքանով կշարունակի առհասարակ այդ ծրագիրը, որովհետեւ առանց Վրաստան այդպիսի ծրագիր ուղղակի չի կարելի կազմակերպել, չի ստացվի։ Բացի դրանից նպատակը այդ ծրագրի այն էր, որ Ադրբեջանը դառնա այսպիսի էներգետիկ հաբ, որը կկարողանա հոսանք արտադրել, մաքուր հոսանք մեծ քանակով եւ դա պետք է արվի նաեւ այն տրամաբանությունով, որ ապագայում հնարավոր է կառուցվի նաեւ դեպի Ադրբեջան այսպիսի հոսանքի մատակարարման մալուխ Կասպիաց ծովի տակով, այսինքն եթե դա տեղի ունենա, ապա կենտրոնական Ասիան հնարավոր է, որ դառնա այդպիսի մատակարարման կարևորագույն ուղի, որովհետև Կենտրոնական Ասիայում արևային էներգետիկան զարգացնելը, ինչպես շատ լավ հասկանում եք, շատ բարձր հնարավորություններ ունի։ Բայց առաջի փուլում Եվրոպական միությունը նախատեսել էր, որ դա զարգացներ հենց Ադրբեջանի ուղղությամբ, որովհետև Ադրբեջանում էլ կա այդպիսի ռեսուրսներ, հաշվի առնելով այդ թվի գազի պաշարները եւ այլն, հնարավորություն ունի Ադրբեջանն էլ, որ ակտիվ արտադրի հոսանք։
Հիմա հետաքրքիր է, որ այս ամբողջ տրամաբանության մեջ նաև Հայաստանն է ներառվում եւ սա ոչ միայն Թուրքիայի իրականում այս հայտարարությունից է գալի, այլ միջև այդ էլ մենք պետք է արձանագրենք եւ օրերս խոսում ենք դրա մասին նոր ատոմակայանի կառուցումը մոդուլային կարգավիճակով իսկ այսօր Հայաստանի էներգետիկայի նախարարը հաստատեց, որ մոդուլային ատոմակայանի ծրագիրը հաստատված է եւ ուղղակի մնացել է ֆիքսել թե որ պետությունը կկառուցի, համոզված եմ, որ դա կլինի Միացյալ Նահանգները, ապա մոդուլային կարգավիճակով մենք փաստացի մեծ հոսանքի քանակ կարող ենք իրականում արտադրել եւ Հայաստանը հոսանք ներմուծող պետությունից ինչ որ առումներով կարա նաև դառնա հոսանք արտադրող եւ արտահանող պետություն եւ նաև սա կարա լինի լուրջ հնարավորություն։ Այս ծրագիրը Սև ծովի մալուխը Սուզանավային, որի մասով խոսում ենք, մոտավորապես 1000 մեգավատ ժամ է առաջի իր փուլը լինելու եւ գինը մոտավորապես 2-3 միլիարդ եվրո է, ինչը Եվրոպական միության համար որևէ խնդիր չի եւ իրանց ռազմավարական այսպիսի ծրագրերի մաս է։ Եվրոպական միության համար սա պետք է լիներ, որ Ռուսաստանից կախվածության նվազում, Թուրքիայից այսպես շրջանցում Թուրքիայի եւ Վրաստանի հետ կապի ամրապնդում հաշվի առնելով, որ Վրաստանը ինտեգրվում է։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Վրաստանի քաղաքականության հետևանքով փաստացի մեծ հարցի տակ է դրված այս ծրագրի ապագան։ Հաշվի առնելով դա, հետաքրքիր է շատ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հայտարարությունը։ Ինքը ողջունել է Հայաստանի ցանկությունը նաև կապել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հոսանքային համակարգները, դա նաև գալիս է նրանից, որ արեք ուղիղ ասենք, հա, Թուրքիան եւ Ադրբեջանը շատ լավ հասկանում են, որ Վրաստանի վրա իրենց կախվածությունը այսօր արդեն նշանակում է Ռուսաստանի վրա իրենց կախվածություն եւ Ռուսաստանի ազդեցության վրա, ուստի իրանք չեն ուզում իհարկե դա թույլ տալ եւ հասկանում են դրա հետևանքները, ապա այս դեպքում նաև նախատեսում են, որ առանց Վրաստան լինի այսպիսի հնարավորություն ծրագրի եւ փաստորեն Թուրքիան առաջարկում է նոր տրամաբանություն։ Այդ տրամաբանությունը, որը այս պահին արդեն գործում է, այսինքն Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Բուլղարիա, որը մեծ ծավալի դեռ չի ասել, դա հասարակ այդպիսի գործընթացներ է, ապա այս իրավիճակում պետք է ասել, որ մեծ հնարավորություն է իրենից պարունակում այս նաև ուղերձը Թուրքիայի, որովհետև Թուրքիան փաստացի համաձայն է, որ Վրաստանին շրջանցող այլընտրանքային այսպիսի ուղի դառնա հենց Հայաստանը եւ կենտրոնական Ասիան Ադրբեջանով նաև կապնվի Հայաստանով Թուրքիայի հետ, իսկ Թուրքիայով դեպի Եվրոպա։ Իհարկե Եվրոպան սրանով Թուրքիայից իր կախվածությունը չի նվազեցնում, բայց եթե Վրաստանով դա անհնար է անել, ապա այդ դեպքում ուրիշ տարբերակ չի մնում եւ Թուրքիան կարա սա փորձել օգտագործել նաև ի նպաստ իր շահերի։ Եվ իհարկե սա պետք է ներառի շատ պարզ նաև ծրագիր Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հոսանքային համակարգերի միացում եւ հայկական հեցի արդիականացում։ Հիմա այստեղից դուք հասկանում եք, հարգելի այրնակիցներ, թե ինչ մեծ կարևորություն ունի հեցի պետականացումը, խոսք չի գնում Թուրքիային կամ Ադրբեջանին փոխանցելու մասին, տրամաբանորեն խոսք է գնում նրա մասին, որ սա չպետք է պատկանա Ռուսաստանին կամ ռուս օլիգարխներին, պետք է լինի հայկական պետության վերահսկողության տակ եւ հայկական պետությունը կարող է այստեղից լուրջ շահեր ունենալ։ Այո, այս թվում Թուրքիա-Ադրբեջան հոսանքային համակարգերի համար կապ ապահովելով եւ այդտեղից իր շահերը ստանալով, դրա զուգահեռ ստանալով կապ կենտրոնական Ասիայի հոսանքային համակարգերի հետ եւ եվրոպական հոսանքային համակարգերի հետ, ինչը Հայաստանը կարող է նաև դարձնել այսպիսի ուղի, այսինքն սա կարող դառնա թրիփի կարևոր նաև բաղադրիչ, ուղի կենտրոնական Ասիա, Եվրոպա եւ նաև թուրքական պետությունների միջև, ինչպես ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ Հայաստանը խոչընդոտի փոխարեն եւ այդ հակամարտության տրամաբանության փոխարեն կարա դառնա վստահելի գործընկեր փոխշահավետ տրամաբանությունով, որը ապահովելու է Հայաստանի կայունությունը, խաղաղությունը եւ դա այն է, ինչ Վրաստանը անում էր երկար ժամանակ
եւ հիմա Վրաստանը դա չի կարող անել, որովհետեւ Վրաստանում ռուս օլիգարխ է գտնվում իշխանությունում եւ Վրաստանի քաղաքականությունը դարել է Ռուսաստանի ազդեցության գործիք։ Զուգահեռ դրա պետք է ասել, որ այս երկու տարբեր ծրագրերի մասին է խոսքը, արեք առաջերտին քննարկենք ուրեմն տարածաշրջանում արտադրությունը հոսանքի շատ հետաքրքիր եւ կարեւոր է։ Ադրբեջանը մոտավորապես ուրեմն արտադրում է այս պահի դրությամբ 28 կամ 30 ուրեմն տերավատ ժամ տարեկան եւ օգտվում է սրանից, օգտագործում է այստեղից մոտավորապես 24-25 տերավատ ժամ, այսինքն հնարավորություն կա, որ 3-5 տերավատ ժամ Ադրբեջանը արտահանի, բայց միևնույն ժամանակ Կասպիում կան մեծ քամիներ եւ դրա օգտագործումը կարա շատ մեծ հնարավորություն տա նաեւ Ադրբեջանին էներգետիկ առումով, այսինքն Ադրբեջանը իրոք այն պետությունն է, որը հիմա պրոֆիցիտ ունի, ավելի շատ ունի հոսանք, քան իրան պետք է, եւ եթե ներդրումներ լինեն Ադրբեջանում հենց Կասպից ծովի քամիների համակարգի մեջ, ապա Ադրբեջանը կարա տասնյակ, հիմա 3-5 ուրեմն տերավատ ժամի մասին է խոսքը գնում, իր հնարավորությունները, ապա դա կարա շատ մեծ նոր հնարավորություններ տա, տասնյակ այդպիսի ավել հնարավորություններ։ Վրաստանին եթե նայենք, ապա Վրաստանը մոտավորապես 15 տերավատ ժամ է արտադրում եւ օգտագործում է նաեւ մոտավորապես 15 տերավատ ժամ, ուղղակի տարբերությունն այն է, որ դա ուրեմն այդ խոսքին ամառը Վրաստանը արտահանում է հոսանքը, իսկ ձմեռվա ընթացքում գնում է հոսանք, որովհետև հեսերից է հիդրոէլեկտրակայաններից է կախված Վրաստանի հոսանքի արտադրությունը։ Հայաստան մոտավորապես 9 տերավատ ժամ է Հայաստանը արտադրում եւ մոտավորապես այդքան էլ ուրեմն օգտագործում է եւ Հայաստանը եւ Վրաստանը փաստացի այսօր չունեն այն հնարավորությունները, որ արտահանեն իրականում հոսանք։ Թուրքիա 330-350 տերավատ ժամ եւ 330-ը մոտավորապես ծախսում։ Թուրքիան շատ մեծ հոսանքային համակարգ է, բայց իր նաեւ արտահանման հնարավորությունները սահմանափակ են դեռ։ Ընդհանուր առումով իհարկե Թուրքիան կարա մոտավորապես 20 տերավատ ժամ արտահանի, Ադրբեջանը արդեն ասացի 5 տերավատ ժամ կարող է արտահանի, Հայաստանը եւ Վրաստանը ոչ։ Տեսեք, եթե Հայաստանին նայենք, ապա 9 տերավատ ժամը մի հատ Վրաստանինի հետ համեմատենք, հա 15, այսինքն Վրաստանը շատ առաջ է այդ առումով, բայց Ադրբեջանին համեմատենք ուրեմն 30 տերավատ ժամ, 3 անգամ ավելի շատ է արտադրությունը ուրեմն Ադրբեջանում։ Եվ նաև Ռումինիան է հետաքրքիր, որ Ռումինիան ընդհանուր առումով Եվրոպական միության անդամ պետություն է եւ արդեն եվրոպական համակարգի մեջ է, այսինքն Ռումինիայի արտադրությունը մեզ չի հետաքրքրում, որտեղ Եվրոպական միությունը ունի միասնական այսպիսի հնարավորություններ։ Այսինքն փաստացի, եթե այս մալուխը Սև ծովի, որի մասին խոսք է գնում, լինի իգործ դրվի եւ այդտեղ ակտիվորեն կիրառվի, ապա մենք կստանանք մոտավորապես 7 տերավատ ժամի արտահանման հնարավորություն այս մալուխով։ Այսինքն Ադրբեջանը կարող է արտահանել, Վրաստանը եւ Հայաստանը ոչ։ Այսինքն այս մալուխը կառուցվում է Ադրբեջանի արտահանման նպատակով, բայց սա առաջի փուլն է մալուխի Սև ծովի։ Իսկ հիմա Թուրքիան առաջարկում է, որ փոխարինվի այդ մալուխի գաղափարը կամ գուցե կառուցվի, հələ Վրաստանի հետ պետք է դեռ հասկանա Եվրոպական միությունը ինչպես է հնարավոր առհասարակ դրա մասին խոսել, թե չխոսել եւ դա առաջ կգնա թե ոչ, բայց ամեն դեպքում այսօր դեպի Եվրոպա այդ արտահանումը կարող է տեղի ունենալ նաև Թուրքիայի միջոցով։ Այսօր արտահանումը կապը տեղի է ունենում ուրեմն Վրաստանի միջոցով, բայց կարող է տեղի ունենա նաև TPP, այսինքն Հայաստանի տարածքով։
ինչը շատ կարևոր հնարավորություն է։ Շատերը կասեն ինչու Վրաստանը ոչ, որտեղ արդեն կա եւ կարելի անել քաղաքական եւ աշխարհաքաղաքական նպատակներով եւ հարցերից դուրս գալով, որովհետեւ Վրաստանը եւս մեկ անգամ շատ հակաարևմտյան է դարել, հակաեվրոպական եւ Եվրոպական միությունը չի ուզում գնել այս պահին Վրաստանի տարածքով այդպիսի հնարավորություններ, այսինքն Եվրոպական միությունը իր հաշվարկը անում է Հայաստանի վրա եւ Թուրքիան նաև այսօր իր հաշվարկը անում է Հայաստանի վրա։ Սրանով Հայաստանը շատ մեծ շահ է տեսնելու, եթե կարողանա գնալ այս քայլի։ Իսկ իհարկե մենք կարողանանք գնալ այս քայլի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կայունացման օրակարգը Հայաստանի պաշտոնական քաղաքականություն է, բայց կա մեկ հարց։ Դա իհարկե վերաբերվում է ընտրություններին, այսինքն նրա համար, որ Հայաստանը կարողանա այս պատմական հնարավորությունը օգտագործի, որ կարողանա ուրեմն այդ նոր կապերը, նոր էներգետիկ եւ ուրիշ տրանզիտի հնարավորությունները անցնեն Հայաստանի տարածքով, որը Հայաստանին կտա լծակ իր անվտանգությունը ապահովելու համար, ինչպես 30 տարի դա արել է Վրաստանը, դրա համար Հայաստանին պետք է, որ հունիսի 7-ի ընտրություններում հաղթի թրիփին աջակցող քաղաքական ուժերը, իդեմս իհարկե քաղաքացիական պայմանագրի եւ ուրիշ առողջ արևմտամետ հայամետ ընդդիմադիր ուժերի, որ փաստացի Հայաստանը կարողանա այս ճանապարհը շարունակի, այսինքն որ այդ ռուսական Գյումրի 2 սցենարը չկարողանա հաղթել, որովհետեւ այդ դեպքում իրանք փաստացի Ռուսաստանի եւ Չինաստանին պատրաստվում են այստեղ կանչել թրիփ ծրագրի մեջ, բացահայտ են դա ասում, եւ զուգահեռ դրա իհարկե պետք է ընդգծվի, որ ուրեմն եւ դա շատ կարեւոր է նաեւ, որ իրանք փաստացի հակամարտության տրամաբանության վերադարձին են մղված։ Սրանով կարելի է ուղիղ ասել, որ այս ծրագրերը չեն իրականանա եւ Ռուսաստանը կվերականգնի իր վերահսկողությունը Հայաստանի վրա եւ դրանից հետո համ Վրաստանը, համ Հայաստանը կլինեն Ռուսաստանի ազդեցության գոտի եւ դրանով իրավիճակը կտրուկ տարածաշրջանում կծանրանա, այսինքն եթե Թուրքիան եւ Ադրբեջանը, եթե Եվրոպական միությունը ուզենան քննարկել այսպիսի ծրագիր, կապի Կենտրոնական Ասիայի հետ, Ադրբեջանի եւ այլն, ամեն ինչ պետք է քննարկեն Մոսկվայի հետ, համ Վրաստանի պարագայում, համ Հայաստանի պարագայում, բայց դա թույլ չտալու կոնկրետ տարբերակ կա։ Հայ ժողովուրդը պետք է իմաստուն որոշում կայացնի։ Ես ձեզ սրանով նաև ասում եմ ուղիղ, որ իհարկե այս իշխանությունները ունեն խնդիրներ։ Իհարկե կան շատ եւ շատ հարցեր, բայց հիմա այս ընտրություններում դրա ժամանակը չէ։ Ես ձեզ խոստանում եմ, որ մենք ապագայում շատ ավելի կխոսենք, կաշխատենք եւ ես անձամբ շատ ավելի ներգրաված կլինեմ այս բոլոր գործընթացներում եւ այդ թվում Հայաստանի քաղաքական կյանքում, բայց այս ընտրություններում այլընտրանք հիմա գործող իշխանությանը եւ առողջ արևմտամետ հայամետ ընդդիմադիր ուժերին խոսքին հանուն հանրապետություն կամ հանրապետություն կուսակցությունը չկան ուղղակի այլընտրանք եւ մենք պետք է ընտրենք այս իրականությունում եւ հուսով եմ դուք շատ լավ հասկանում եք ինչ մեծ հնարավորություն կարող ենք մենք ձեռք բերել կամ կորցնել եւ ես այդ նպատակով հիմա նաեւ փաստերով էի ձեզ ներկայացնում այս ծրագրի կարեւորությունը եւ Թուրքիան էլ է հետաքրքրված դրանում, Ադրբեջանն էլ, Կենտրոնական Ասիան էլ, Եվրոպական միությունն էլ, Հայաստանն էլ, Հայաստանին դա բերելու է եկամուտ, զարգացում, որովհետեւ մենք Հայաստանում այս հենց դա ապահովենք, կարողանալու ենք առաջերտին զարգացնել ատոմակայանը մոդուլային եւ գեներացնել նոր եւ նոր հնարավորություններ, այսինքն ավելացնել այդ մոդուլները եւ արտահանել այդ հոսանքը դեպի Եվրոպական միություն, որտեղ որ դրա կարիք կա։ Երկրորդը արևային եւ ուրեմն քամու համակարգներ, կայաններ։ Այդ ոլորտը այնպես էլ Հայաստանում լավ զարգանում է։ Էլ ավելի առաջընթաց կարող ենք ունենալ այդ ուղղությամբ եւ Հայաստանը կարող է Եվրոպական միության հետ նաեւ այդպիսի լուրջ կապ հաստատի եւ դրան պետք է իհարկե պահել Հայաստանում
ինքնիշխանությունը։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, անպայման լայքեք այս վերլուծությունը եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, նաեւ հիմա առաջարկում եմ, որ միասին դիտենք այն վերլուծությունը, որը ես պատրաստել եմ Գյումրի 2 սցենարի մասին, իր վտանգների մասին, եւ այդտեղ մանրամասն խոսում եմ հենց այդ սցենարի ուրեմն զարգացման գաղափարների եւ անելիքի կարևոր անելիքի մասին։